Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրիում հայտարարեց, որ սրանք կրիմինալ են եւ մտել են քաղաքականություն իրենց ապօրինի գույքը պաշտպանելու համար։ Կրիմինալի տեղը բանտն է։ Կրիմինալի տեղը ընտրական process-ը չի։ Կրիմինալը չի կարող լինել քաղաքական օպոնենտ։ Այս վերջին դեպքերը, հատկապես Վարդան Ղուկասյանի գալանավորումը, արդյոք նաև քաղաքական ուղերձ է ընդդիմության համար, որ փորձեց Գյումրիի մեջ նոր վիճակ ստեղծել եւ բոլորի հետ եղան իշխանության թեմ։ Սա ընդդիմության հարց չէ, սա ուղերձ է, որ քաղաքական դաշտը նախ քրեականացված է զգալի չափով։ Գյումրիի բարակային անշուշտ։ Եվ ոչ միայն Գյումրիում։ Որովհետեւ իհարկե, որովհետեւ մենք տեսանք նաև բազմաթիվ քաղաքական ուժերի, այդ ուժերի երևելի ներկայացուցիչների հայտարարություն ի պաշտպանություն այդ առերևույթ հանցագործության եւ դրա առերևույթ կատարողի, չէ՞։ Դա նշանակում է, որ հիվանդությունը կրում է ոչ թե տեղական, այն է սահմանափակ միայն Գյումրիում, այլ համակարգային բնույթ։ Եվ այո, պետության մեջ եղած այդ քաղաքական լանդշաֆտը, այսպես ասենք, պետք է մաքրվի քրեական տարրերից։ Եվ դա պետության պարտականությունն է։ Իդեպ պետությունը դանդաղել է, որովհետև երբ Գյումրիում ընտրարշավը սկսվեց, Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրիում հայտարարեց, որ սրանք կրիմինալ են, ինքն էր ասում, եւ մտել են քաղաքականություն իրենց ապօրինի գույքը պաշտպանելու համար միայն։ Ժամանակ հարց է առաջանում, կրիմինալի տեղը բանտն է։ Կրիմինալի տեղը ընտրական process-ը չի։ Կրիմինալը չի կարող լինել քաղաքական օպոնենտ։ Մանավանդ մենք շատ լավ գիտենք, թե ինչ կեղտոտ փողեր է շրջանառվում այնտեղ։ Այդ թվում նաև փողով միտինգների բերելը, չէ՞, հնա հրապարակվում են այսպես ձայնագրություններ, չգիտեմ, տեսագրություններ եւ այլն։ Եվ այդ ամենը այո դարձել է նոր քրեական գործերի հիմք, բայց մյուս կողմից էլ եթե այդ ամենը կա, ապա այդ քաղաքական ուժ դառնալուն հավակնող այդ խմբավորումը պետք է զրկվի այդ հնարավորությունից քաղաքական ուժ դառնալու։ Մեր կուսակցությունը տես բաներ չի անում։ Պետությունը պետք է ապահովի, որ այդ անհավասարությունը չլինի, չէ՞։ Երբ բռնցքամարտում հայտնի է, չէ՞, որ ոտքով խփել չի կարելի։ Միայն ձեռքով, այն էլ միայն փակ ձեռնոցով եւ այլն։ Բայց եթե կանոններով, բայց եթե դու մտնում ես ռինգ կանոններով, իսկ դիմացինդ առանց կանոնների, հետնել մի հատ ծանր ինչ-որ դագանակը հետը բերում, դա չեղավ։ Գարմիր քիձերը անցնելու մասին խոս։ Հետևապես այդ ընտրությունների արդարությունը որոշվում է ոչ թե քվեարկության օրը, այլ հենց հիմա, երբ ուրվագծվում են մասնակիցները։ Արդյոք դրանք այն մասնակիցներն են, որոնք էլի սպորտային լեզվով ասած դոպինգ չեն օգտագործել, հա, այլ արգելված դեղամիջոցներ չեն օգտագործվել, ասենք, իրենց սպորտային համազգեստի տակ, ասենք, հրազեն չեն պահում, օրինակ եմ ասում։ Նաև մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտն էլ ապականված է, բավական է նայել այս վերջին 2 օրվա այդ խորհրդարանական այդ եթե կարելի է դա բանավեճ կոչել, բանավեճերը, հա, որպեսզի ավելի կոպիտ բան չասի։ Հատկապես դաշնակցականների կողմից։ Այս ամենը ուղղակի պետության առաջ դնում է նույն խնդիրները, ինչը դրել էր այդ նույն իրավիճակը Մոլդովայում, Մոլդովայի ղեկավարության առաջ։
Եվ այո, պետությունը այդ սուբյեկտներին, ովքեր ուզում են պարազիտանալով ժողովրդավարության վրա գալ եւ թաղել ժողովրդավարությունը, նրանց պետք է զրկի այդ հնարավորությունից։ Դրա հիմքը մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռն է։ Եվ պետությունը այդ դատավճիռը ոչ թե կարծիք է, այլ պարտադիր կատարման համար։ Պետությունը պետք է ի կատարածի եւ այդ ժամանակվա 2008 թվականին մարդ սպանող պետության քաղաքական ֆասադ հանդիսացող քաղաքական ուժերը պետք է ուղղակի լուծարվեն եւ դադարեն լինել որպես քաղաքականության եւ ընտրությունների սուբյեկտներ։ Մեր հասարակությունը պատրաստ է դրան, այսինքն այդ մեկը բայթում չառաջացներ։ Ինչ բայթում։ Ո՞վ է բայթում։ Եվ ասենք միջազգային հանրությունը ինչպես կարծականք է։ Գիտեք, որ մեր իշխանության, նաեւ Հայաստանի, ասենք կարևոր բրենդները մեկը ժողովրդավարությունն է, այսինքն քաղաքական ուժերու հանդեպ այդպես ծերսածը փագել կամ ինչի կրնա հանգեցնել այն ինչին հանգեցրեց Մոլդովայում ժողովրդավարության ամրապնդմանը։ Այո, Հայաստանին այն օրենքները, որոնք դեռ չեն բավարարում, պետք է արագ օրինագծերը ուղարկել Վենետիկի հանձնաժողով եւ ստանալ փորձագիտական եզրակացություն դրական եւ բերել եւ արագ այդ օրենքները կիրառել։ Այն ինչ արվեց Մոլդովայում, որովհետև ժողովրդավարություն չի նշանակում քաոս, ժողովրդավարություն չի նշանակում կրիմինալի խրախճանք, ժողովրդավարություն չի նշանակում օրենքի նկատմամբ կամահարական վերաբերմունք, չի նշանակում ծաղրուծանակ, չի նշանակում կրկես, չի նշանակում պետության ոտքերից կախվել եւ թույլ չտալ առաջ գնալ, այլ չեմ խոսում սպառնալիքների մասին, որ նրանք ուղղակի սպառնալիք բերող են մեզ վրա։ Հետևաբար սրա հակաքայլերը իրականացնելը դա պետության ուղիղ պարտականությունն է։ Այստեղ ուրիշ անգյունեմը եթե դիտարկենք պարոն Մեհրաբյան, հաջող լսած ենք այս խոսույթը, մանավանդ վարչապետ Փաշինյանը վերջերս ասա, որ այս ինտիմությունը կանց է մեզի համար։ Արդյոք այդ բոլորը ձեր ասած զենքերը գիրառելու բարակային իշխանությունը կարևոր գրվան մը գործընծնի այն իմաստով, որ մեր ժողովրդի հոգեբանության եւ մտքի մեջ այնքան ադեմ որ այս ինտիմությունը կա, ես պիտի ընտրեմ Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք ինչ գայթակղություն կա, որ կարող է լինել ամենայն դեպս առնվազն, որ դա կարող է աշխատել։ Այո, ինչ որ ժամանակ դա կարող է եւ աշխատել։ Բայց ինչ որ ժամանակ։ Եվ գալու է ինչ որ մի X պահ, եւ դա ոչ միայն այլևս չաշխատի, այլև վերածվի ուղղակի սպառնալիքի մեր պետականության համար։ Եվ կրակի հետ խաղալը երբեք էլ, այսպես ասենք, խորհուրդ չի տրվում, հա։ Որքան էլ որ հմուտ լինի այդ խաղացողը։ Սա շատ անհեռանկարային է ռազմավարական առումով, մանավանդ այս օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո նման ընդդիմությունը հայկական քաղաքականությունում այլևս նման որակի, հա, ընդդիմությունը այլևս անելիք չունի։ Դա որևէ օգուտ չի տալիս, միայն այլասերում է քաղաքականությունը, այլասերում է հասարակությունը, հասարակության մոտ ալերգիա առաջացնում քաղաքականության նկատմամբ, ինչը այս մեծ պատմական նշանակության ծրագրերի իրականացման այս ճանապարհին ուղղակի վտանգավոր է պետության համար։ Շատ վտանգավոր է։ Հետևաբար, այո, նաև օգտվելով առիթից, որը դուք եք ինձ ընձեռել, ուզում եմ կոչ անել նման գայթակղությանը չտրվել։ Հիմա վճռական գործողությունների ժամանակաշրջան է եւ այդ բալլաստներից պետք է արագորեն ձերբազատվել, այն հնոտիներից պետք է ձերբազատվել, աղբից պետք է ձերբազատվել, ռուսական ագենտուրայից այո պետք է ձերբազատվել, այո մեր
ազգային անվտանգության ծառայությունում պետք է ստեղծվի, այսպես ասենք, ռուսական բաժին, որը պետք է սպասարկի հասարակությանը ռուսական ագենտուրան վերհանելու եւ լիկվիդացնելու ճանապարհով։ Մենք դրա կարիքն ունենք, որովհետեւ դա վերածվում է արդեն աղետի։ Հաջորդը ինչ պետք է անի, պետությունը պետք է Ռուսաստանին զրկի մեզ վրա մեր ներսից հարձակվելու հնարավորություններից։ Իսկ դա նշանակում է ռուսական ուժային ներկայությունը Հայաստանում պետք է լիկվիդացվի։ Օր առաջ դա վերաբերում է թե սահմանապահ զորքերին, թե Երևանում այդ ռազմաօդային բազային, թե Գյումրիի 102-րդ ռազմաբազային։ Ռուսական մոնոպոլիաները եւս Հայաստանում վերածվել են չարիքի եւ արգելակի։ Դրանք եւս պետք է վերածվեն։ Մեզ պետք են այլ պարտներներ, այլ ոչ թե պարտներներ, ով վրա միջազգային պատժամիջոցներ են։ Պարտներներ, ովքեր գործում են ոչ թափանցիկ, ովքեր գող են, գող։ Այդ թվում նաեւ հանքարդյունաբերությունը։ Այնտեղ գործունեությունը որևէ թափանցիկությամբ չի առանձնանում եւ նրանք էլ մտածել են, թե պետությանը 20%-անոց փայատեր դարձնելով ինդուլգենցիա են ձեռք բերում հին ձևով շարունակելու վերածելով այնտեղ ուղղակի թունավոր անապատի։ Մեզ նման պարտներներ պետք չեն։ Մեզ պետք են պարտներներ, ովքեր ունեն թե բարեխղճություն, թե թափանցիկություն, թե տեխնոլոգիաներ, հանքերի ժամանակակից ստանդարտներով շահագործման համար եւ որոնք ընդունակ կլինեն նաեւ երբ այդ հանքը սպառվի ռեկուլտիվացիայի ճանապարհով այն վերադարձնեն բնությանը արտիական այսօրվա լեզվով աշխամաշխարհային գասկնամ այս բոլորը բայց գիտեք օրինակ ծեր գուսակցությունը ցույց մնախացերնեց Գյումրիի մեջ բազայի դեմ բայց մենք իշխանության կողմէ ոչ մեկ դրական արձագանք ընդհանրակը գարձես այնտեղ խուլ են եւ չեն ուզել լսել։ Մա չեմ գիտեր ծեր շփումը ինչպես է իշխանություններն անտե, բայց բանջը որ գուղեք բնականաբար իշխանության է, գարձեք, բայց անդեղացի են իրենք։ Իրենք լսեցին, չէին կարող չլսել, որովհետեւ դա հերարցակվում էր, բացի դրանից էլ շատ լավ հասկանալով որ Գյումրիում այդ կրիմինալ իշխանությունը, որի պարագլխին էլ վերջերս հավաքեցին տարան, որոշել էր ուժի գործադրմամբ թույլ չտալ այնտեղ որևէ ցույց։ Այո, Երևանից ոստիկանական ուժեր էին եկել բախումներ թույլ չտալու համար կամ բռնություն թույլ չտալու համար։ Մենք դա նկատի առանք եւ նաև մեր գոհունակությունը հայտնեցինք դրա հետ կապված, բայց քաղաքական արձագանքը իշխանության դեռ չկա։ Սակայն հաշվի առնելով այն քայլերը, որ անում է իշխանությունը, մենք համարում ենք, որ այդ միակցիայով չէ, որ արեցինք եւ մոռաց, սա process է, որտեղ այդ ակցիան մի մասն է այդ process-ի։ Մենք շարունակելու ենք, այո, այս քաղաքական ուղեգիծը պաշտպանել եւ պնդել, որ ռուսական ներկայությունը Հայաստանում ոչ միայն պետք չէ, այլև ամենօրյա սպառնալիք է, ռումբ է, որի վրա մենք նստած ենք ամեն օր եւ նստած ենք մնում։ Այն պետք է հանել մեր տակից։ Իսկ այս բոլորը, Բաղ Մեհրաբյան, ցեզի մտածել գուտան, եթե ընթացքը այսպես շարունակվի, առաջիկա ընտրություններուն ինչ ճակատագիր կսպասե, ասենք, ծեր նման քաղաքական ուժերուն, որոնք Գյումրիի մեջ շատ գենտատրեմ կգարձեմ ծանր հարված գրեցին։ Ինչ հանգամանքներու բերումով։ Որովհետև այդ ընտրություններին մասնակցեց կրիմինալը եւ կրիմինալը սատարող մի քանի շահերի խմբեր։ Եվ դա պետք է տեղի չունենար, բայց դա պետության թողտվությամբ տեղի ունեցավ եւ ընտրական դիսկուրսը տեղափոխվեց այլ հարթություն։ Հիմա ես կարծում եմ այս ամենից պետությունը դասեր է քաղելու եւ անելու է այն, ինչի միջազգային փորձը արդեն կա։ Ինչ վերաբերվում է թե մենք ինչ ենք ակնկալում ընտրություններից, դա պայծառատեսության դաշտից է ավելի շատ։ Այո, մենք աշխատելու ենք ամեն օր, մենք հանդիպելու ենք մարդկանց հետ, մենք բացատրելու ենք մենք ինչ ենք ուզում ու այնինչ ուզում ենք
բացառապես բխում է պետության շահերից, պետության ապագայի շահերից, ապագա սերունդների շահերից եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով եւ որպեսզի այդ ամենը նաեւ քաղաքական հետք թողնի, այո, մենք հայցելու ենք մեր հարգելի քաղաքացիներից մանդատ։ Սա ես կարող եմ հավաստիացնել։ Ինչ կլինի, ինչ չլինի, կապրենք, կտեսնենք, բայց մենք էլ մեր կողմից իհարկե կանենք ամեն ինչ, որպեսզի համոզիչ լինենք մեր քաղաքացիների համար, ումից մենք ձայն ենք հայցելու։ Իսկ ծեր դաշտի մեջ կամ ծեր նման մտածող ուժերու միջև ինչ որ հասարակ հայտարարումը եւ միասնական համագործակցության նոր փուլ մագնգալ է հասարակությունը, որ ասենք ծեր տեզերը իր սրդի մոդիկ համարող հասարակությունը։ Պարոն Արոյան, ի վերջո Հայաստանում ժողովրդավարությունը պարլամենտական է։ Իսկ դա նշանակում է նաև ուժեղ կուսակցություններ։ Անկախ ամեն ինչից մենք այդ աշխատանքի մեր մասը մտադիր ենք կատարել, այսինքն մեր կուսակցության քաղաքական ինքնահաստատումը ապահովել, վերածվել ուժեղ կուսակցության ու վերածվել հայկական քաղաքականության կարևոր սուբյեկտի, որում ոչ միայն այս ընտրություններին, այլև դրանից հետո ընկած ժամանակաշրջանում եւ շատ երկար ժամանակով, որից հետո մենք կուսակցությունը, այսպես ասենք, կգնանք թոշակի տարիքի բերումով եւ կհանձնենք հաջորդ սերնդին, հա, մեր անելիքը։ Նաեւ երիտասարդներ կան մեզ մոտ համախոհ։ Բայց մենք մեր մասը պետք է անենք։ Երկրորդը օրենսդրությունն այնպիսին է, նոր օրենքն է արդեն մտնում ուժի մեջ, որտեղ այսպես ասենք նախընտրական դաշինքների համար բարենպաստ այսպես դասավորություն չի ձևավորվում։ Ավելի ձեռնատու է, որ կուսակցությունները միայնակ գնան, բայց կարող է լինել հետ ընտրական դաշինքներ, այո, պարլամենտ մտնելու, այո, կոալիցիաներ, պայմանավորվածություններ, իհարկե մենք բաց ենք խոսակցության համար ցանկացած թեմայով, մեր այսպես բազային հարցերով համախոհ ընկերների, գործընկերների հետ, մենք պարբերաբար շփվում ենք, մենք աղանդ չենք։ Բնականաբար։ Բաց ենք խոսակցության համար։ Այս նոր օրենքը անցյալի համեմատ դրական քայլ կհամարեք, թե որ օրենքը, որ շրջանառության մեջ դիտվի։ Հիմա որ գսեիք։ Չէ, այդ օրենքը արդեն ընդունված է, բայց որոշ դրույթներ նոր մտնում են ուժի մեջ։ Եվ այդ մեկը դրական կհամարեք։ Մասամբ դրական, որովհետև մենք կնախընտրեինք, որ անցողիկ շեմ նայլում այնուամենայնիվ, քանի այս կուսակցությունների քաղաքական ինքնահաստատման նոր նախնական փուլն է, լիներ ավելի ցածր, ասենք 2%, այլ ոչ թե 4%։ Իսկ այն որ նախընտրական դաշինքների համար շատ խիստ այսպես շեմ է դրված 8%, որը շատ բարձր թիվ է։ Հա, ես կարծում եմ դա դրական է, որ այո կուսակցությունները այնուամենայնիվ պետք է անցնեն, որովհետև դաշինքները, նախընտրական դաշինքները շատ դեպքերում այո ներհատուկ է նրանց այսպես գաղափարական լղոզումը, կազմակերպական լղոզումը եւ հետո էլ դաշինքային խմբակցություններն էլ խարխուլ են լինում պարլամենտում, էլի։ Այսինքն այդ կուսակցական միասնականությունը այնուամենայնիվ շատ կարևոր գործոն է, այդ կարգապահությունը կարևոր գործոն է առողջ պարլամենտարիզմի համար։